Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի է ինչ իշխանության է, ձեր կարծիքով ինչ է նա արել այս 7 տարվա ընթացքում։ Մի բան, ոչինչ, բացարձակ։ Նրանք ովքեր որևիցե ձևով համակրում են, ունել չեմ ուզում տամ երևույթին, թող մենակ իրանց ամեն մեկը մի հարց տա, իսկ ինչ է արել լավ։ Մենակ այդ հարցը, եթե որևիցե մեկը այդ հարցին պատասխան ունի, ուրեմն ինքն էլ հայ չի, ոնց որ մարդա մեկը։ Հա, մի բան էլ ասեմ էլի, այն Ալենին փոխանցեք, որ երբ որ մեկին պատասխան է ուղարկում ու սովորացնում լինել բարեկիրթ, առաջ թողիշի իրա թքելու մասին։ Մեկ էլ են խոզուկին, որ մարդկանց սովորացնում է, որ մեր ավանդույթներով ծնողները սիրված ու հարգված են, թող առաջ ինքը սովորի սիրել ու հարգել իրա համակաղաքացուն, իրա երկրի քաղաքացուն։ Ասելիք չկա, այնքան զզվում ենք, զզվում։ Շատ անբարանապաստ պայմաններ եղան նրա իշխանության օրոք։ Նես չի որ պարապտստելը ոչինչ չի արել։ Ինչ որ բան արել է։ Մեզ մնում է միայն շատ բաներ զգալ տեսնել ու լրության մատնել, տեսնեք ինչ է գալու։ Խոսքը այդ խաղաղության այդ պայմանագրի մասին է, որ Ադրբեջանին առաջ կանաչ լույսը վառում է, որտեղ ուժեղը միշտ էլ հաղթող է լինում, ուժեղը միշտ հաղթող է լինում։ Մի բան չի արել մեր համար, թոշակ ենք ստանում 42,000, որից կեսը տալիս ենք դեղերի, էլ ընդ ինչ համանում։ Էդի որ տանք իրան ինքը ինչքան ժամանակ էդի դանով յոլա գնազիչան։ Ուզում ենք մի քիչ թոշակները բարձրացնեն, գները օրեցօր աճում է, բայց թոշակը մնում է նույնը։ Այդքան բան կասեմ։ Ոչ մի լավ բան չենք տեսել։ Հույս էլ չունենք, որ կտեսնենք։ Ոչ մի բան էլ չի արել, ինչ է արել։ Ինչ է արել։ Ավելի վատացրել է ժողովրդի վիճակը, ավելի ստեղ հացի փող ենք աշխատում, էդել են մեր վրեն հարամանում, սաղ տանում են ապրանքը։ Դել չունեմ ապրանք, նայեք հլա ամոչի, ես 60-75 տարեկան կնիկ եմ, մի վետրոդ 30-ա ձու եմ բերում ծախում, էդել է տանում քաղաքապետարանը, ձուն խլում տանում է։ Ինչ հարե Փաշինյանը, Փաշինյանի կնիկը մեզանից լավն է, հա։ Ոչ մի բան չեն արել, բացի կործանումից։ Ընդհանրակը քանդել են, չեն սարքել։ Մյուսները սարքեցին, իրանք քանդեցին։ Ոչ մի բան չի արել, բացի դավաճանությունից։ 7 տարվա ընթացքում հայրենիքը վաճառել են, հայրենիքը։ Ղարաբաղը դա մեր հայրենիքն է, հայրենիքը վաճառվել են եւ շատ վատ բաներ են արել, շատ չգիտեմ որն ասեմ, ամեն ինչ այնքան վատ բան ա եղել, որ մենք դաշնակիցներից մեզ ձեռքեցին, մեր ձեռքեցին անպաշտպան։ Մենք շուտով ըստեյության մենք իշխանություն չունենք, մենք ունենք ադրբեջանական, թուրքական իշխանություն ներքին, այստեղ ունենք մենք դա։ Եվ փորձում են մեզ տանել դեպի Եվրոպա, որ Եվրոպա մեզ չի ընդունում ըսկի։ Կարճ ասած, արդյունաբերությանը դեմ եղան, որ արդյունաբերությունը զարգանա, դեմ եղան կատեգորիկ։ Ամեն ազգային ուզում են վերացնել, ազգայինը վերացնել, մեզ սարքեն թուրքական վիլայետ, ուրիշ բան ասել չկա։ Միակ փրկությունը սանց հեռացնելն է, բայց թե ոնց Աստված գիտի։ Դա մեր կյանքի նպատակը հիմնականում մեր երեխաների զարգացումն է։ Մենք պետք է կարողանանք մեր սերնդին հայեցի դաստիարակությամբ եւ կրթությամբ նենց զարգացնենք, որ երեխան կարողանա աշխատի։ Ճիշտ է, հիմա աշխատում են, բայց հիմա ավելի շատ աշխատում են 14 տարեկանում բլոգեր են։ Եվ բլոգերները այսօր համարվում է նորաձև կրթություն։ Եկեք ամոթա։ Կրթությունը դա հինի վրա պետք է հիմնվի, երեխեք ջան, հինը պետք է լավ իմանաս, զարգացնես, նորարարությունը մտցնես արդեն, կարողանաս տեխնոլոգիական պրոցեսներում կիրառես, կարողանաս դպրոցներում նենց անես, որ դպրոցներում ոչ թե արգել են նոր միտք մտցնելը, ոչ թե արգել են, որ դու կարողանաս դպրոցի ուսանողների հետ ինքնաբացահայտման ծրագրերով աշխատես, որպեսզի դրսևորես անհատ, հասկանում եք, այլ հակառակը, դպրոցները փակել են, հասարակական կազմակերպություններին թույլ չեն տալիս աշխատել, ծրագրերը, որոնք որ ներկայացնում ենք, չեն քննարկվում, օրինակ տրանսպորտի համար ծրագիր կար, ճիշտ է թե չէ, այսօր ես ցավով եմ տեսնում, որ այդ ծրագիրը, որը որ
կոնկրետ առաջարկում էինք բանկային քարտերով, ոչ թե տելսելով, այլ բանկային քարտերով ամեն մարդ այսօր բոլորս բանկային քարտերով ենք, չէ՞ վճարումներ կատարում եւ աշխատում։ Բանկային քարտերով վճարումները կատարեինք 100 դրամով ասում էին, չէ՞, մի հատ հաշվարկ արեք, տեսեք ինչքան է գրանցվում, ինչ եկամուտ ենք մենք ստանում, եւ հետո հաշվի առեք, երբ որ մարդկանց մենք այդքան դժնամություն, այդքան կռիվներ տրանսպորտի մեջ, վիրավորանքներ, ճիշտ է թե չէ, որն է ավելի արդյունավետ։ Արդյունավետությունն է, նորաձևությունը։ Հասկանում եք, նորաձևությունը դա նա է, երբ որ մարդը կարողանում է ապահովի լավ կեցություն, ապրելակերպ, երբ որ մեր երիտասարդները չեն խուսափում ամուսնությունից, ամուսնանում են, թորնիկներ են ունենում, այդ մատաղ սերնդի հետ մենք էլ ենք երիտասարդանում։ Հայաստանն ու Արցախն է հանձնել, ինչ է արել։ Եկել է իշխանության այդ նպատակով, գալուց էլ գիտեինք, որ գալու է երկրին վտանգներ է սպառնալու։ Ոչինչ։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը պատահական է այդ ամեն ինչ անում, բայց դա գիտակցված է, ամբողջը գիտակցված գործունեություն է, ինչի, որովհետև ինքը տիրապետում է հասարակության հոգեբանության վրա ազդելու բոլոր գործիքներին, որովհետև ինչպես շատերն ասում են, որ ինքը խնդիրներ ունի, խնդիրներ չունի, ինքը շատ լավ սովորած հակահայ ագենտ է։ Ես ուզում եմ բոլորին հասկացնեմ, որ դաժե մարդիկ, ովքեր ենթադրում են, որ Նիկոլը գիժ է, ինքը գիժ չի։ Ինքը շատ գիտակից հասկացող անձնավորություն է եւ իր գիտակցության միջոցով ինքը կարողանում է բոլորին խառնի այն աստիճանի, որ ոչ ոք չհասկանա, որն է ճիշտ, որը սխալ, կամ հոգեբանորեն կոտրելու եւս մի գործիք։ Ամբողջ պատերազմի ընթացքում, երբ որ մեզ ասեց հաղթելու ենք, եւ բոլորս ողջևորված ենք, ու վերջի վարքյանին ասում եմ մենք պարտվեցինք, ու ոչ թե պարտվեցինք, այլ հանձնվեցինք։ Այդ ժամանակ ի՞նչ է կատարում մարդու հետ, ողջևորված մարդուն միանգամից կոտրում են։ Դեմ եմ Նիկոլ Փաշինյանին։ Սարսափելի է, այս թանկությունը, ես խորհուրդ կտայի, որ բոլոր պարլամենտի աշխատողները եւ քաղաքապետարանից ստանան մեր աշխատավարձը, իսկ մերը ստանան իրենք։ Եվ այդ դեպքում մենք իրար կհասկանանք, ինչպես ենք մենք ապրում, ինչպես ենք մենք գոյատևում։ Բան չեմ սպասել դրանցից։ Ու չեմ էլ ուզում լսեմ Նիկոլի անունը, այդքան բան։ Աղջիկ ջան, ես որ ասեմ, չես նեղանա։ Ես խնդրեմ կառավարության անուն չտաս, ես ձեզ չեմ վիրավորում, դուք էլ մի վիրավորեք։ Ես կառավարության անուն որ լսում եմ, վատանում եմ։